մեր առաջին դասարանցիները ինչպես որ ավանդաբար դա անում են, ավարտելով այբենարանը իրենց սրտի խոսքը, իրենց հարգանքի տուրքն են մատուցում մեր մեծ հայերենի առաջին ուսուցիչ, մեր մեծ գիտնական, հայրենասեր, գյուտարար, մեր հայոց դպրության, հայագիր դպրության հիմնադիր Մեսրոպ Մաշտոցին, քանզի նա առանց զենքի ու զորքի կարողացավ փրկել մի ողջ ժողովուրդ, իր գյուտի շնորհիվ կարողացավ հայ ժողովրդին, հայոց մշակույթը 5-րդ դարից հասցնել մինչև մեր օրերը, 21-րդ դար։ Այսօր մեր առաջին դասարանցիները ելույթ ունենան Մեսրոպյան հողանջներ խորագրով և եկեք նրանց ողջունենք և մաղթենք գեղեցիկ ելույթ։ Շնորհակալություն։ Thank you.
Շակագույն է մանուշակը, որ ծաղկում է նոր գարնան սկզբ։ Դուք ինչ սաներ, ձեզ լուսաշող սեպտեմբեր, գիտելիքը ուժ է, գանձերս, եղեք անվեհեր, եղեք ուժեր, անվեհեր։ Բարի գալուստ մեր դպրոց սիրելի առաջին դասարանցիներ։ Այսօր ձեր կյանքում մի նոր փուլ է սկսվում։ Դուք արդեն դարձել եք դպրոցականներ, աշակերտներ։ Սակով այն ծառը տերևներ ունի բացում։ Շատ է թվում են տերևների, երբ ասում է դուրն է իր բացում։
Դու ասպետ ես ամենազոր հազար ամյա մեր
Բայց ամեն շատ սիրում ես քեզ, իմ հայոց լեզու, մայրենի լեզու։
Բոլոր աշխարհում
հայերը չկնա մաքուր տարերը, հայն հայ բահո մեր արգուբենը, ու ոգևորված ուզով զորավոր, մաստոցը գրեց հայոց տարերը, որը պետք է որ երկար դարերով ասասան պահեր հայի հավատը։ Իրերի վարտապետ, մեր ծագագին Պետրով Մայթոց, անգնատիր է քո կատարած աշխատանքը, քանի դու հեն դու ուղարկեցիր այն լույսը, որով լուսավորվեց հայոց պատմության մեր արահետը։ Պետք գիտնական ու հայրենասեր, Մեսրոպ Մաշտոցը ստեղծել հայրենի տարեր, որ մեր լեզուն երերկիր ու մեր հոգին հայկական, աշխարհի հողմերի դեր կանգուն մնան մշտական։ Քո ձեռքով ծեծված հայոց գրերով, քան լեգենդու ոսկե տարերով, և ասա հա, այդպես հանդեսի, հայերը լեզվով երբեկտաց, որան քո Պետր Մաշտոցի հուշը բացած երբեք չի բարի։ Ես հիմա այստեղ ձեր առջև կանգնած նայում և հիանում եմ, տարեր առաջ իմ կատարած վճռորոշ քայլը արմատափետ փոխեց Հայաստանի ապագայի պատմությունը։ Դուք այժմ կարգում գրում և հաղորդակցվում եք Պետրով Հագելենով, և հիմա
այն խոսքը սիրուկ տրամադրեմ մեր հարգարժան տնօրեն Ընկեր Վարդանյանին, բոլորներ կարծում եմ խոսքեր ունեն ասել Ընկեր Վարդանյան ջան։ Փոքրիկներ ջան, ձեզ շնորհավորում եմ։ Այո, դուք դարձավ տառաճանաչ, կարող եք կարդալ աշխարհի ամենալավ հեքիաթները, չէ՞։ Խոստանում եք։ Համառային արձակուրդներին, Ընկեր Մարտիրոսյան, իրենք կկարդան եւ 1 սեպտեմբերի մի խումբ կազմած կգան կլսեք իրենց հեքիաթները, չէ՞ երեխաներ։ Ես ուզում եմ ձեզ ասել երեխաներ, ամենակարևորը թող խաղաղ լինի երկիր մոլորակը, դուք էլ առողջ եւ հաջողակ մեծանաք, իսկ մնացածը մեր ձեռքերում է, մեր ծնողների ձեռքերում է։ Սիրելի ծնողներ, շնորհավորում եմ ձեզ, ձեր բալիկները տառաճանաչ են, դպրություն, գիտության, դպրության շեմին են կանգնած, առաջին աստիճանը հաղթահարեցին, մնացած աստիճանների հաղթահարումը մենք կկապենք դպրոցի հետ, բայց նաև ձեզ հետ, ծնողների հետ, որովհետև ծնողները պետք է օգնեն, որ մեր բալիկներն լինեն մեր հայրենիքի ապագա զինվորը, դպրության զինվորը, գիտության զինվորը, որ բարություն շահ տան մեր այս լավ հայրենիքում։ Ես ուրախ եմ, մտքով հեռուներ գնացի, այսպես հերթով գալիս անց են կենում մեր փոքրիկները եւ լավ գործից ենք խոսում, այն գործը, որ միշտ լավ է մեր ուսուցիչների կատարած գործը։ Սիրելի Ընկեր Մարտիրոսյան, շնորհավորում եմ ձեզ։ Շատ շնորհակալ եմ ձեզանից այս գեղեցիկ միջոցառման համար, այս գեղեցիկ սերունդների կրթելու համար, համակարգելու համար եւ դպրոց եկան նրանք մի մասը խոսել չէր ուզում, մի մասը լաց էր լինում, բայց այսօր տեսեք զարդարել են բեմը, թռչկոտում են, ակտիվ, առույգ, թող միշտ այսպիսի հեքիաթային օրեր ունենան մեր փոքրիկները։ Ձեզ էլ բազում տարիների տքնաջան աշխատանք եմ ցանկանում ու մաղթում, շնորհակալություն եմ հայտնում Ընկեր Մանուկյանին, մանկապարտեզին, որ այսպիսի լավ սաներ ծնելով բերում հասցնում է մեզ։ Մեր աշխատանքը այսպես համագործակցված պետք է լինի եւ ուզում եմ ասել հարգելի Նոյակերտ համայն, օգնեք դպրոցին, որ դպրոցը ձեր վաղվա սերունդն ու ապագան ճիշտ սնի, կառուցի, որտեղ շենքը կփլվի, եթե նրա հիմքը լավ չլինի, իսկ մեր աշխատանքը մենակ ոչինչ չի կարող անել։ Շատ ցավալի է, երբ մեր երեխաները չեն ընտրում գիրը, ուսումը, գնալով սերունդները այսպես պակասել են, սերը դեպի դպրոցը։ Ես ուզում եմ, որ այս առաջի դասարանը լինի այս արմատական շրջված, որ այս առաջի դասարանը, եւ ես վստահ եմ, որտեղ այստեղ կան այնպիսի երեխաներ, ում ծնողները իմ աշակերտներն են, եւ ես մեծ վստահությամբ ասում եմ, որ իրենք կշարունակեն իրենց ծնողների լավ աշխատանքը, որտեղ նրանց հայրիկներն ու մայրիկները իմ աշակերտները շատ լավ էին սովորում եւ շատ լավ մարդ էին, ուզում եմ, որ իրանք էլ այդպիսի դառնան։ Ես խնդրում եմ ձեզ, ես հպարտությամբ ամեն անգամ ասում եմ, Նոյակերտցի երեխաները ամենալավն են, ոչ թե իմն են ես գովում եմ, այլ շփվում ենք էլի տարբեր դպրոցների, նրանք ամենալավն են, ամենաներն են մեզ համար, մենք էլ օգնենք մեզ, որ մենք հասնենք հաջողության։ Շնորհակալություն, գուցե չեմ որ շատ խոսեցի, բայց ուզում էի ասել։ Շնորհակալություն ձեզ փոքրիկներ, ապրեք, կեցեք, դուք այսօր ապացուցեցիք, որ դուք իսկապես եւ երգել գիտեք, եւ պարել գիտեք, եւ արտասարներ գիտեք, իսկ կարդալու հաշվելու մասին արդեն ծանոթ եք դասարանում, արդեն գիտեք, որ դուք բոլորն եք կարողանում եք եւ գրել եւ կարդալ։ Շնորհավորում եմ ձեզ, որովհետև դա մեծ ձեզ բերում է, այս մի տարվա տեխնոջան աշխատանքի ասնիկում եք ձեզ բերել այս կարողությունը և շնորհիվ մեր սիրելի դասվարի, որ ամբողջ տարվա ընթացքում մեծ բայց ծանր պարտականություն է, բայց և կարևոր պարտականություն է, այսպես սիրով կատարեց և հասցրեց իր գագաթնակետին։ Ապրեք դուք երեխաներ և շնորհակալություն Ընկեր Մարտիրոսյան ձեզ և շնորհավոր նաև ծնողներին, որովհետև
պակաս, այսպես կարևոր է այսօր նաև նրանց համար։ Շնորհավորում եմ նաև բոլոր ծնողներին և մեզ բոլոր ուսուցիչներին։ Շնորհակալություն, ես էլ եմ միանում բոլոր շնորհավորանքներին, շնորհավորում եմ մեր սիրելի մանկավարժներին, հարգարժան տնօրեն, սիրելի ծնողներ, այս գեղեցիկ, կարևոր, հիշարժան օրվա կապակցությամբ։ Նայում եմ և հպարտանում եմ սիրելի երեխաներ ձեզանով, ձեր աչքերը քայլում են հետաքրքրությունից, ձեր սրտերը լի են երազանքներով, ինչպես դուք ասացիք, ուզում եք խաղաղ երկինք, ամենակարևորը մենք նույնպես ուզում ենք խաղաղություն և թող սա լինի սկիզբը նոր բարձունքների, լուսավոր ճանապարհների, մեծ հաղթանակների սկիզբը լինի։ Շնորհավորում եմ սիրելի Անդրեյ Մարտիրոսյան ձեզ, դուք տաղաճանաչ դարձրեցիք մեր երեխաներին և սերմանեցիք սեր դեպի գիրքը, դեպի գրականությունը։ Շնորհավորում եմ սիրելի ընկեր Սահակյան ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ և շատ շնորհակալ եմ մեզ հրավիրելու համար, հիշելու համար, այո, մանկապարտեզը այն հիմքն է, որ մեր երեխաներին ճանապարհելով դպրոց, նրանք արդեն չեմ կարող ասել տաղաճանաչ են կամ կարողանում են գրել, կարդալ, բայց նրանք պատրաստ են լինում դպրոցին, պատրաստ ամեն առումով։ Շնորհակալ եմ ծնողներին, ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այս Սիրելիներս, դուք մի տարով եք մեծացակ, շնորհավորում եմ ձեզ կարի գալուց դուքին մեր լավ դպրոց, որտեղ պատերը շատ ջերմ են, որտեղ դուք ձեզ շատ լավ ու ազատ եք զգում։ Շնորհակալություն Ընկեր Մարտիրոսյան նաև ձեզ ըստ բազմաբովանդակ, բազմաչարչար աշխատանքի համար այսքան երգեցին, այսքան արտասանեցին մեզ համար, հուզեցին, հուզվեցին, փոքրիկ Արցախ, ես վստահ եմ քո երազանքը իրականանալու է 100%։ Ես վստահ եմ, թող իրականանան ձեր բոլոր երազանքները, սիրելի փոքրիկներ։ Ուզում եմ, որ դուք ապրեք խաղաղ երկնքի տակ։ Միայն խաղաղ երկնքի տակ։ Խոսք մանկավարժիկները շատ մեծ ու աննկարագրելի մատաղ սերնդի ձևավորման, կրթելու, դաստիարակման հարցում, բայց առանձնահատուկ դեր ունի սիրելի ծնողներ դասվարը, առաջին ուսուցիչը, ով մեծ նվիրումով ստանձնում է այդ աշխատանքը, ինչ խոսք նաև դրսևորում է մայրական սեր, կնքշանք, համբերատարություն։ Այդպիսին է մեր Ընկեր Մարտիրոսյանը, ով աննկարագրելի նվիրումով, համբերատարությամբ ևս մեկ սերունդ կրթեց, տաղաճանաչ դարձվեց և հանձնում է մեր դպրոցին և մեր գյուղին։ Հուսանք բոլորս ընթերցասեր, գիտելիքով հարուստ բալիկներ կլինենք և կսիրենք մեր դպրոցը, մեր գյուղը, կշենացնենք այն, կհարստացնենք մեր գիտելիքներով։ Շնորհավորում եմ ձեզ սիրելի ծնողներ, շնորհավորում եմ փոքրիկներին այս գեղեցիկ բովանդակալից միջոցառման համար և ցանկանում եմ բեղում և երկար տարիների հաջող աշխատանքային տարիներ։ Ես ուզում եմ իմ շնորհակալության խոսքը ուղղել բոլորին այս գեղեցիկ բարեմաղթանքների համար։ Շատ շնորհակալ ենք, հուսով ենք մեր երեխաները լսում են այս բոլոր պատգամները և կկատարեն, որտեղ մենակ ինձանով ոչինչ չի լինում։ Պետք է նաև բոլորս միասին աշխատենք, համագործակցենք։ Իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել բոլոր ծնողներին, շնորհակալություն մեր անձնակազմին, մեր մանկավարժական անձնակազմին, ովքեր աջակցեցին այս միջոցառումը այսպես գեղեցիկ ձևավորելու, ապրեն մեր ծնողները, ամեն վայրկյան իմ կողքին են եղել։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր ծնողներին, ովքեր իրենց փոքրիկ թեկուզ լուման ունեցան այս գործում։ Եթե խոսք չունեք ասելու, սիրելի ծնողներ, ես ուզում եմ մեր երեխաներին ուրեմն հանձնել իրենց առաջին քայլեր կոչվող այս գեղեցիկ փոքրիկ նկարների գրքույկը
Դուք ուզում եք երեխաներ։